Բարև Ստացվել է այնպես, որ խոսելով Էջմիածնի մասին մենք ավելի շատ եւ ավելի շուտ անդրադառնում ենք մայրաթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցու շուրջ զարգացումներին եւ սրացումներին։ Բայց այսօր Էջմիածնում եւ ընդհանրապես Վաղաշաբաթ խոշորացված համայնքում եռում են նաեւ քաղաքական կրքերը։ Եվ Վաղաշաբաթը դարձել է մի կենտրոն, որտեղ ամեն քայլափոխի խաչվում են հոգևոր պատմությունն ու քաղաքական իրականությունը։ Նոյեմբերի 16-ին այստեղ տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք իրենց քաղաքական նշանակությամբ եւ կշռով ավելի լայն ընդգրկում ունեն, ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարող է ունենալ համայնքապետի ընտրությունը որևէ համայնքում։ Քաղաքական ուժերը սա դիտարկում են որպես մի բարոմետր, որով չափվելու է Վաղաշաբաթցու տրամադրությունը եւ վստահությունը իշխանությունների նկատմամբ։ Իսկ ընդդիմության խնդիրը բնականաբար ներկայանալն է որպես այլընտրանք իշխանության գալու հավակնություններով։ Որն է այս ընտրությունների քաղաքական նշանակությունը, ինչպես են ընթանում նախընտրական քարոզչական արշավները եւ ինչ է մտածում Վաղաշաբաթցին հավատքի եւ քաղաքականության խաչմերուկում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Վաղաշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ այս ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տրամադրությունը նախընտրական։ Շատ լավ։ Ընտրությունները շատերը դիտարկում են որպես չափորոշիչ, ինչ է իրականում որոշվելու այս ընտրություններով, համաձայն եք իմ այն դիտարկման հետ, որ շատերի գնահատմամբ այս ընտրությունները ավելին են, քան պարզապես որևէ համայնքի ընտրություն։ Ես ասեմ, որ նախ եւ առաջ այս ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ Վաղաշաբաթցիների ընտրություններն են, Վաղաշաբաթցիների համար Վաղաշաբաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչների կյանքի որակի բարձրացման, նրանց կյանքը ավելի լավը դարձնելու, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման եւ ընդհանրապես առաջին հերթին դրա մասին են։ Եվ կարծում եմ, որ ազնիվ չի լինի, որ մենք այստեղ ավելի շատ շատ քաղաքականացնենք, չեն կարող չքաղաքականացնել, որովհետև դրանք նաև քաղաքական ընտրություններ են, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ դա հողի վրա Վաղաշաբաթցու կենցաղային հարցերը լուծելու եւ համայնքների զարգացման հետ կապված։ Այո, իհարկե, սրանք առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղական խնդիրների մասին, բայց դե մի կողմից մենք ունենք ընտրական օրենսգիրք, որով կարող են առաջադրվել կուսակցություններն են ընտրական պայքարի մեջ, մյուս կողմից մայրաթոռ Սուրբ Էջմիածնի հետ այս պատմությունները մի տեսակ ստեղծել են վիճակ, որ քաղաքական ուժերը, քաղաքագետները ավելի են քաղաքականացնում, քան թե այն իրականում կա։ Սա էր մոտավորապես ձեր դիտարկումը։ Իսկ ինչպես եղավ, որ ձեր անձի վրա կանգնեց կառավարող կուսակցության ընտրությունը։ Սա իշխանության շարունակություն, թե նոր սկիզբ, թե հաշվի առնելով ձեր նախընթաց գործունեությունը եւ Վաղաշաբաթ համայնքի որպես պաշտոնակատար համայնքի ղեկավարի, թե դրանից առաջ Խոյ համայնքում չէ ղեկավար էի կարծեմ։ Ընտրությունը հետևյալ կերպ է եղել, ինչպես գիտեք, նախորդ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել, որից հետո քաղաքական թիմը պետք է որոշում կայացներ։ Այստեղ երկու որոշում է կայացվել, որովհետև դրա նախորդի ժամանակահատվածում էլ պարբերաբար քննարկվել է խոշորացման գործընթացը, գիտեք, որ Արմավիրի մարզում առաջին անգամ համայնքների խոշորացում 2021 թվականին է տեղի ունեցել եւ Վաղաշաբաթ համայնքը, որ ձևավորվել է խոշորացման արդյունքում իր մեջ ներառել է երկու բնակավայր, Էջմիածին քաղաք եւ Ոսկեհատ գյուղ։ Այսպես ասենք, թերի խոշորացում է տեղի ունեցել, ինչը այն ժամանակ պայմանավորված է եղել փուլային լուծումներ տալով, որովհետև ինքը հենց Էջմիածինը իր բնակչության բավական մեծ է, մարզի եւ հանրապետության ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, եւ հաջորդ ընտրություններին ընդառաջ պետք է քննարկվեր վերախոշորացման այդ ծրագիրը, բայց քանի որ ստացվեց այդպես, որ
արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, միանգամից երկու որոշում կայացվեց եւ համայնքների խոշորացում եւ համայնքի ղեկավարի ընտրություն, կուսակցությունում քննարկվեց, ինձ առաջարկ եղավ եւ ես համաձայնեցի։ Քաղաքական մրցակցությունը ինչպես է հիմա ընթանում։ Կուսակցություններ կամ դաշինքներ, իրենց ծրագրերի համադրություն, հակադրություն, թե անձերի։ Հիմնականում անձերի ու շատ թիրախավորված է հենց իմ անձը, իշխանությունը, քաղաքական ուժ կա, որ ասում է եկեղեցին ենք եկել փրկելու, այնինչ վաղարշապացիները ընդհանուր առմամբ իրենց կարիքները լրիվ ուրիշ է եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն էլ ուրիշ են։ Քաղաքական ուժ կա, որ ամբողջ օրը անձի սևացման process-ով է գնում, ցավոք սրտի գաղափարական բախումներ չկա, ծրագրային քննարկումներ չկա եւ դա ցույց է տալի նաեւ ցույց է տալիս նախորդիվ հանրային բանավեճերից խուսափելը, հատկապես Քոչարյանական թևի 2-3 ուժերի ներկայացուցիչները, Հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստան կուսակցությունը Անդրանիկ Թևանյանի դեմքով նախկին գյուղապետերի ցուցակի գլխավորությամբ առաջին երկրորդ համարների եւ Հաղթանակ դաշինքը առաջին համարի ներկայացված գործող ընդդիմադիր ավականի, որը նախորդ ընտրություններում պարտվել է եւ միայն նոր ընտրությունից ընտրություն հիշել են վաղարշապացու մասին։ Ցավում եմ, որ գաղափարական ու ծրագրային բախում չկա, մենք քանի որ ես նախորդիվ ճիշտ է կարճ ժամանակ լինելով Արմավիրի մարզպետ, դրանից առաջ 3 տարի ղեկավարել եմ Խոյ համայնքը, կարճ ժամանակ եղել եմ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, ես խնդիրներին շատ մանրամասնությամբ ծանոթ եմ եւ հատկապես վերջին 3-4 ամիսներին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո հասցրել ենք սկսել մի շարք հավակնոտ ծրագրեր եւ Ես պիտի հարցնեի, թե միայն խնդիրներին եք ծանոթ, թե նաև լուծումներին։ Եվ այս անցած այն ինչ որ թվարկեցիք դուք, Արմավիրի մարզպետ, հա, Խոյ համայնք եւ այլ, այդ ընթացքում կատարած աշխատանքի մասով պարզերես եք։ Միանշանակ Խոյ համայնքում առհասարակ պարզերեսության խնդիր չունենք, որովհետև ամեն բնակավայրում մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնել եւ այս ընթացքում էլ մեր բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպումների ժամանակ քննարկում ենք նոր ծրագրերը կամ այն ծրագրերը, որ ընթացքի մեջ են, ամփոփում ենք կատարված աշխատանքը, ընթացքի մեջ գտնվող աշխատանքն է քննարկում եւ նոր ծրագրերը, առաջարկները փորձելով լսել հենց բնակիչներից եւ մեր քաղաքական թիմը ընտրել է ընտրություններին հետեւյալ ձևաչափը մարդկանց հետ շփվելու, հնարավորինս շատ մարդկանց հետ շփվելու, անհատապես շատ շփվելու, լսելու նրանց կարծիքները, բողոքները, առաջարկները, մեր ծրագրային դրույթները ներկայացնելով, ես ուրախությամբ կարող եմ փաստել, այն ինչ հիմնականում բարձրացնում են բնակիչները, արդեն իսկ մենք ներառել ենք մեր նախընտրական ծրագրում։ Իսկ որ ասում եք թիրախավորում են, հատկապես ի՞նչն են թիրախավորում։ Այդ նախընթաց ժամանակահատվածի կատարած աշխատանքին իմ քանի որ իմ հայրը Արցախի ազատամարտիկ է եւ զոհվել է առաջին Արցախյան պատերազմում, փորձում են այդ ամենը, չգիտեմ, իմ անձը սևացնելով եւ գիտեք հետաքրքիր բան կա, այստեղ ընտրությունից ընտրություն հիշում են իրենք դրա մասին, բայց քանի դեռ հանգիստ է, խախանդ է, ոչ ոք չի հիշում, չգիտեմ, նույնիսկ հիշատակի օրերին չեն հիշում, բայց քաղաքական նպատակների համար դե բնական է պետք է հիշեն եւ սահարկեն։ Ոնց ազատամարտիկ, զոհված ազատամարտիկի որդին իրավունք չունի առաջադրվել։ Դե իրենք ասում են, գիտեք, ԿՊՆ-ն ասում են դուք բան Արցախը հանձնեցիք, ու այն ուժն է ասում, որոնց հետ դաշինք են այսօր կազմել, այսօր հաղթանակ դաշինքի ներկայացուցիչները, ոտից գլուխ մի հատ իրենց պետք է հարց տան եւ իրենց քաղաքական ղեկավարին, որովհետեւ իրենք հայ հեղափոխական դաշնակցության հետ դաշինքի արդյունքում են հիմա ներկայացված դիմընտրություններին, նույն ՀՅԴ-ի ներկայացուցիչը մեկ ստորագրությամբ լուծարեց Արցախը։ Հիմա իրենք արցախցիներին ինչ ունեն ասելու, թող
այդ բացատրությունը տան, բայց ինչևէ ես աշխատում եմ մաքսիմալ չմտնել այդ դաշտ, որովհետև մենք մեր ծրագրային դաշտում եւ անելիքներում եւ որպես գործող իշխանություն շատ ավելի վեհ եւ բարձր պետք է գտնվենք, որովհետև մենք իրականում գիտենք մեր համայնքի խնդիրները, մեր բնակիչների խնդիրները եւ մենք ենք այս պահին գործուն քայլեր ձեռնարկում այդ խնդիրների հնարավորինս շուտ լուծման համար։ Իսկ ձեզ թիրախավորելու ուրիշ պատճառներ չկան։ Ասել չեմ մեղադրում վարչական ռեսուրսի օգտագործում, դա ընտրությունների ժամանակ սովորաբար դա էլ են անում, բայց վարչական ռեսուրսի կիրառում միանշանակ չկա, անդադ թիրախավորվում է դա, դե բնական է, եմ ասում, գործող իշխանություն լինելով ենթադրաբար որոշ ամեն օր տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են, որ վարչական ռեսուրս են կիրառում, այս խախտումն են անում են, խախտում են, բայց բնական է իրենք էլ առնում են շատ խախտումներ, մասնավորապես չսահմանված վայրերում քարոզչանյութեր տարածելով եւ այլն եւ այլն։ Ցավոք սրտի մենք չունենք ժամանակ այդքան, որպեսզի իրենց ամեն չսահմանված վայրի հետ կապված գնանք հաղորդում ներկայացնենք կամ քննարկենք դա, մենք ավելի շատ կենտրոնացած ենք մեր քարոզարշավի ըստ էության բնակիչների հետ շփվելու տրամաբանության մեջ։ Քարոզարշավը ընդհանուր առմամբ ինչպես է ընթանում։ Լարվածություն է ավելի շատ, թե հանգստություն է ավելի շատ։ Շատ լավ բնակիչների հետ հանդիպման ժամանակ շատ լավ, հանգիստ, ուրախ, բարձր տրամադրությամբ, ակնկալիքներով, վստահությամբ, առաջարկներով եղել են նաև այո հանդիմանություններ են եղել, դժգոհություններ են եղել, որովհետև այս ընթացքում եղել են խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել եւ շատ կան նման խնդիրներ, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սա արտահերթ ընտրություններ են եւ եթե մենք 1 տարի հետո հերթական ընտրություններին գնայինք, այդ խնդիրների մի մասը կամ մեծ մասը հնարավոր է որ արդեն լուծված լինեին։ Խնդիրներին էլ մենք իհարկե պիտի անդրադառնանք, բայց այս քարոզարշավի տրամաբանության մեջ քանի կուսակցություն դաշինք են մասնակցում, 8 ուժ է ներկայացված։ Եվ իրենց հնարավորությունները ինչպես է գնահատում, այսինքն ում եք համարում ձեր հիմնական մրցակիցները։ Ես բոլորին էլ համարում եմ մրցակից, ես չեմ ուզում թերագնահատել որևէ ուժի, բայց բնական է կան ակտիվներ եւ ոչ ակտիվներ, դե հիմնական բախումներն էլ քաղաքական առումով լինում են ակտիվ հակառակորդների հետ։ Ընտրությունների ժամանակ սովորաբար շատ տանջված, չարչրկված հարց կա, չէ՞։ Ինչ հավակնություններ ունեք դուք, արդյոք միանձնյա մեկ կուսակցությունով իշխանություն ձևավորելու, թե հնարավոր են կոալիցիաներ, եթե այո, ապա որոնք են այդ ուժերը, ում հետ հնարավոր եք համարում կամ ում հետ բացառում եք։ Մենք չենք քննարկել կոալիցիոն տարբերակը, մենք գնում ենք վստահ 50+1 հաղթանակի ուղղությամբ եւ մեր ամբողջ ջանքերն ու աշխատանքը կենտրոնացրել ենք այդ ուղղությամբ։ Եթե այս ընտրությունները համարենք քաղաքական թեստ, մեծ հաշվով ինչպիսին է լինելու վաղաշաբաթցու գնահատականը ձեր անձին եւ ձեր կուսակցության։ Նախ վաղաշաբաթցին պետք է ընտրություն կատարի նախորդիվ կատարված աշխատանքների եւ համայնքի կողմից կատարված աշխատանքների եւ կառավարության կողմից իրենց համայնքում կատարված աշխատանքների, որովհետեւ մենք չենք կարող անտարբեր այն փաստի նկատմամբ, որ օրինակ վաղաշաբաթ խոշորացված համայնքում 4 մանկապարտեզ է շահագործման հանձնվել այս տարիներին, 4-ը այս պահին կառուցման ընթացքում է, 5 դպրոց է կառուցվում 0-ից, եւս 4-5-ը հիմնանորոգվում է, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվել, գյուղ ունենք, որ ընդհանրապես հիմնադրման օրվանից գազաֆիկացում չի ունեցել, մոտորերս արդեն գազաֆիկացում կունենա, բոլոր այդ ենթակառուցվածքային խնդիրները, նաև հաշվի առնելով, որ վաղաշաբաթ համայնքում զարգացած է գյուղատնտեսությունը, որ այստեղ գյուղատնտեսության մեջ ոռոգման համակարգերի մեջ մասնապես Խոյի համայնքապետարանը նախորդ տարիներին էական մեծ ներդրումներ է արել, մեծ թվով խորքային հորեր է վերագործարկել, տասնյակ կիլոմետրերով ոռոգման խողովակներ, կիսախողովակներ են հիմնանորոգվել եւ այդ գնահատականը պետք է տա կատարած աշխատանքի եւ այն ծրագրերը, որ ներկայացվում է ապագայում կատարվելիք։ Հենց դա է ասում, մենք արդեն անցանք կոնկրետ խնդիրներին, կատարված աշխատանքներ եւ խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծվեն։ Այս մասին կշարունակենք արդեն փոքր դադարից հետո, կվերադառնանք վայրկյաններ անց։
Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանի հետ։ Պարոն Մեխակյան, մենք սահուն անցանք Վաղաշապատի խնդիրներին, այն խնդիրներին, որոնք լուծված են, եւ այն խնդիրներին, որոնք լուծվելու են արդեն ընտրություններից հետո, բայց առանձին խնդիրներից անդրադառնալուց առաջ ուզում եմ մի փոքր համակարգենք զարգացման ծրագրերում որ ուղղություններն են ձեզ համար առաջնային, չգիտեմ, ենթակառուցվածքներ, բիզնես եւ աշխատատեղեր, սոցիալական ծրագրեր, մնացած, որոնք են ավելի կարևոր, որոնք են ավելի առաջնային։ Մենք բոլոր ուղղությունները մեր ծրագրի մեջ մտցրել ենք եւ վստահության քվեն ստանալուց հետո, երբ որ ստանձնենք համայնքի ղեկավարումը, առաջիկա 5 տարիների համայնքի զարգացման ծրագիրը, երբ որ հաստատի ավականին, նույնպես բոլոր ուղղություններով պետք է մենք ծրագրեր իրականացնենք, որովհետեւ չենք կարող ստվերել կամ անտեսել մեկ խնդիր եւ մյուսը գերագնահատել եւ ամբողջ ջանքերը կամ բյուջեն ուղղել մեկ կամ երկու ուղղությամբ։ Իհարկե գաղտնիք չէ, որ ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ մեր համայնքներում գերակշիռ խնդիրներ, դրանք ենթակառուցվածքային խնդիրներն են։ Բայց այստեղ էլ պետք է տարանջատենք, որովհետև քաղաքային բնակավայրում ենթակառուցվածքային այլ խնդիրներ ունենք, գյուղական բնակավայրերում այլ խնդիրներ, նույնիսկ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր ենթակառուցվածքային խնդիրներ ունենք։ Դրանք տեղական բյուջեով թե կառավարության եւ մենք այս պահին էլ օրինակ արդեն 1 ամիս է սկսել ենք ծրագիր եւ սուբվենցիոն ծրագրով համայնք պետություն կառավարություն համատեղ աշխատանք եւ կառավարությունը հրատապ ծրագրով ուղիղ ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքային ծրագրերի մեջ կոյուղու փոխարինում, մենք այս պահին 4 կիլոմետրից ավել կոյուղու փոխարինման աշխատանքներ ենք իրականացնում եւ մոտ դրանից հետո 5 կիլոմետր եւ ավել ճանապարհ պետք է հիմնանորոգվի Էջմիածին քաղաքում միայն, որը ընթացքի մեջ է արդեն իսկ բայց իհարկե ապագայում դրանք ավելի շատ են լինելու, որովհետև տեսեք, Էջմիածնի կենտրոնը ունի ավելի շատ բարեկարգման զբոսաշրջային միջավայրը ավելի գրավիչ դարձնելու այդ ենթակառուցվածքը, բակային տարածքները, բազմաբնակարանային շենքերի այդ այսօրվա այդ վատ ավտոտնակային մեծ տնտեսությունները պետք է մենք փոխարինենք ավելի հարմարավետ բնակիչների համար բակային տարածքների, որովհետև շատ ծերեր, երեխաներ իրենք հնարավորություն չունեն գնալ հատուկ այնպիսի կանաչ տարածքներ, մեծ այգիներ, իրենք իրենց բակային տարածքներում պետք է ունենան այդ հնարավորությունը։ Ծայրամասային հատվածները Էջմիածին քաղաքի ավելի կենսական նշանակության խնդիրներ ունեն, նույնիսկ գազաֆիկացման, այնտեղ ասֆալտապատման, իհարկե նաև ամենամեծ խնդիրը Էջմիածին քաղաքի դա մնում է կոյուղու համակարգը, որը շատ հնամաշ է եւ շատ մեծ խնդիրներ է առաջացնում, մեծ աշխատանք պետք է տանենք այդ ուղղությամբ եւ մեծ ջանքեր ու ֆինանսական հատկացումներ ենք անելու նաեւ այդ ուղղությամբ։ Իսկ Էջմիածնից դուրս Էջմիածնից դուրս մենք այս տարիների ընթացքում բավական շատ աշխատանքներ ենք իրականացրել եւ գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում, արտաքին լուսավորման համակարգի արդիականացում, ճանապարհաշինություն, ոռոգման խմելու ջրի, այգիների, պուրակների հիմնում, նորոգում եւ դրանք շարունակական են լինելու։ Մենք առաջիկա տարիներին, այսինքն հենց 2026 թվականին մեկնարկելու են Արշալույս, Հայթաղ, Հովտամեջ եւ Ոսկեհատ գյուղերի խմելու ջրի ամբողջական ցանցի հիմնանորոգման աշխատանքները դրանք շատ կարևոր են, որից հետո մենք կարող ենք ասել, որ մեր խոշորացված համայնքում խմելու ջրի խնդիր չենք ունենա կամ շատ մասնակի կունենանք, որը փոքր բյուջե է պահանջում, փոքր ջանք է պահանջում։ Այս ամբողջ թվարկածների մեջ կա, որ ամենահրատապն է հասարակության համար էլ մարդկանց համար էլ ամենակարևորն է եւ հիմա ամենահրատապն է եւ ընտրություններից հետո պիտի գնաք ասեք այս հարցերը, ասենք 1-ը, 2-ը, 3-ը, չգիտեմ։ Իհարկե, հրատապությունը դա կենսական նշանակության խնդիրներն են։ Խմելու ջուր, ոռոգման ջուր,
կոյուղի, ասֆալտ, այդ գազաֆիկացում դրանք կենսական նշանակության խնդիրներ են, որոնք հրատապ են մարդու կյանքի համար ավելի անհրաժեշտ են, քան այն բարեկարգման աշխատանքները, որոնք կան, բայց մենք զուգահեռ եւ նա ենք անելու եւ նա ենք անելու, որ չստացվի այնպես, որ մի ուղղությամբ շատ աշխատեցինք, մնացած ուղղությունները այնտեղ կրթություն, մշակույթ, կրթություն, մշակույթ է կգանք, բայց այս համայնքների խոշորացումը, ըստ էության համայնքի խոշորացում եւ ընտրություններ երկու որոշումի անգամից է կայացվել, այս համայնքների խոշորացումը նայել եք մյուս տեղերում արդարացված է թե չէ, հենց տեղական խնդիրները լուծելու համար, բյուջեի մեծացում, տեղապաշխում, ինչպես է արդյունավետությունը։ Երբ որ մինչև 2021 թվականը Արմավիրի մարզը ուներ 97 համայնք, փոքր համայնքներ են, այսինքն 3 քաղաքային, մնացածը գյուղական համայնքներ են։ Խոյ համայնքը երբ որ ձևավորվեց, դա 17 գյուղական բնակավայրերից բաղկացած համայնք է, որի բյուջեն արդեն մեծ էր, կառավարումը կենտրոնացված էր միտեղ եւ մասնագիտական ռեսուրսի առումով, մարդկային ռեսուրսի առումով եւ ֆինանսական ռեսուրսի առումով շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, որ մենք այս 4 տարիների ընթացքում նշածս ծրագրերը իրականացրեցինք, այսինքն մենք Խոյ համայնքում մեր նախընտրական ծրագրի դրույթների մեծ մասը կամ ամբողջությամբ իրականացրել են կամ իրականացման փուլում են գտնվում։ Դա շատ հաճելի կերպով ուզում եմ արձանագրենք, որովհետև այս պահին էլ ամեն գյուղ, ամեն տեղ քարոզարշավ գնալիս մենք տեսնում ենք դա եւ մենք չենք ասում, դա բնակիչներն են բարձրացնում դա, ինչը հաճելի եւ ավելի շատ է ոգևորում ես, որ ել ավելի մեծ թափով իրականացնենք մնացած սպասելիքները, որոնք ունեն մեզանից մեր բնակիչները։ Կրթություն, մշակույթ, երիտասարդություն, ինչ նոր նախաձեռնություններ։ Նախաձեռնություններ շատ կան, մենք երիտասարդական կենտրոն կամ կենտրոններ պետք է հիմնենք, չնայած դրանք ունենք, բայց տարբեր տարիքային շեմի համար նախատեսված, մենք առաջիկայում Խոյ համայնքում վերաբացելու ենք Խոյի երիտասարդական կենտրոնը, Էջմիածին քաղաքում գործում է երիտասարդների տուն կենտրոնը, որը 2026 թվականից ավելի մեծ տարիքային շեմի համար պետք է սկսի ծառայություններ մատուցել։ Մշակույթի ոլորտում մենք շատ մեծ ծրագիր ունենք, այս պահին արդեն նախագիծ ունենք արված Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի հիմնանորոգման, որովհետև այն 50-ական թվականներին է կառուցվել եւ այսօր շատ լուրջ եւ սեյսմիկ եւ այլ խնդիրներ ունի, փաստացի մշակութային ոչ մի խումբ չի գործում, ընդհանրապես տարածքի դահլիճն է գործում եւ այդպես մենք թերի մշակույթի տուն ունենք, առաջիկա տարիներին, այսինքն հաջորդ տարի մենք պետք է ներկայացնենք սուբվենցիոն ծրագիր, դրա հաստատելուց հետո պետք է այդ ծրագիրը իրականացնենք, նախագծային արժեքը 650 միլիոն դրամը գերազանցում է, ինքը շատ մեծ ծրագիր է լինելու, հիմնանորոգվելու է շենքը, նոր գույքով է համալրվելու, նոր դահլիճ, նոր բեմ, մենք փառատոններ ենք անցկացնելու, նաև туриզմի կոմիտեի հետ համագործակցելու ենք փառատոններ անցկացնենք Էջմիածին քաղաքում եւ Աղարշապատ համայնքի այն բնակավայրերում, որտեղ որ հնարավոր կլինի թեմատիկ փառատոններ անցկացնել, որը իր հետ կբերի նաև մեծ տուրիստական հոսքեր։ Բյուջեի թափանցիկության հետ կապված խնդիրներ կան, ինչպես եք օգտագործում այդ հարցով, ասենք թե ընդդիմության, թե հասարակության մոտ ինչ-որ կասկածներ կան, թե այս բյուջեն ինչ եղավ տարան։ Իմ պաշտոնավարման ամենակարևոր սկզբունքներից մեկը ես համարել եմ դա ֆինանսական միջոցների բյուջեի թափանցիկությունը եւ բյուջեի մասնակցային լինել, այսինքն մեր ավականու անդամները եւ մեր բնակիչները հնարավորինս շատ փորձել ենք ներգրավել բյուջեում մասնակցության իրենց աշխատանքը կարևորելով իհարկե ավականին է հաստատում բյուջեն, վերաբաշխում բյուջեն, բայց մեր
սովորական բնակիչներին, երիտասարդներին փորձել ենք ներգրավել համայնքային կառավարման պրոցեսների մեջ, որը վերում է բյուջեի թափանցիկության եւ միջոցների ավելի ճիշտ արդյունավետ օգտագործման։ Եկեղեցու շուրջ զարգացումները եւ տեղական ընտրությունները ինչ փոխազդեցությունների մեջ են, այս զարգացումները ինչ որ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա, հանրային տրամադրությունների վրա, քիչ առաջ ասում եք, որ ընդդիմություն եկել ասում են մենք այստեղ եկել ենք, որպեսզի եկեղեցին փրկենք։ Այստեղ ընդամենը մեր մոտ տեղային մակարդակով ընդդիմությունն է այս թեման շոշափում, որովհետև էլի եմ ասում, իրենք ասելիք չունեն, իրենք ծրագրային ասելիք չունեն, իրենց եթե ինչ-որ մի բան էլ ասում են, դրա տակ չկա դրված հաշվարկ, դրա տակ չկա դրված ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ իրականացնելու համար, հետևաբար մի այնպիսի օրակարգ են բերում առաջ, որ ընդհանրապես կապ չունի այս ընտրությունների հետ։ Եկեղեցին առանցին մարմին է, ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների հետ շատ լավ կլինի, որ սերտ համագործակցություն լինի, որովհետև դրանից կշահի վաղաշապատին ու էջմիածնեցին։ Բայց հիմա մեր ասած առանձնապես փայլուն չէ։ Համագործակցությունը ես տեսնում եմ, որ կարող է լինել շատ մեծ համագործակցություն, որովհետև բացի կրոնական կառույց լինելուց ինքը շատ լավ մայրաթորը ինքը նաև շատ մեծ սոցիալական, կրթական եւ մշակութային կառույց է եւ այդ առումով մեր համագործակցության եթե ավելի լայն լինի, ավելի շատ լինի, բնականաբար մեր բնակիչը դրանից ավելի շահելու է։ Վաղաշապատում ՀԿ-ներ, քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ ինչպես են ներկայացված տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանք լրատվամիջոցներ այո ունենք, շատ չեն, կան, սերտ համագործակցում ենք, շատ լավ հարաբերություններ ունենք, պարբերաբար իրենք եւ խնդիրներն են բարձրաձայնում եւ նաեւ մեր պաշտոնյաների ուշադրությունն են հրավիրում այն խնդիրների հարցերի վրա, որոնք առկա են եւ նաեւ ներկայացնում են համայնքապետարանի աշխատանքը կատարվող եւ կատարվելիք պլանավորած են աշխատանքները կապված խնդիրների լուծման։ Կար ինչ-որ մի բան, որ իմ մտքով չանցավ Վաղաշապատի հետ կապված։ Որպես ամփոփում։ Ես չէ, որպես ամփոփում հաջորդիվ կգանք, ես պիտի հարցնեմ ձեզ ինչ ուղերձ ունեք, ինչ խոսք ունեք ձեր ընտրողներին, ինչու պիտի վստահեն իրենց ձայնը, իրենց քվեն ձեզ եւ ձեր կուսակցությանը։ Նախ եւ առաջ ես ուզում եմ որպես այս օրերի քարոզարշավի այս փուլի համար շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն բնակիչներին, ում կողմից մենք լսում ենք գեղեցիկ խոսքեր, գնահատակիկ խոսքեր նախորդ տարիների մեր կատարած աշխատանքի հետ կապված, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար, բայց ինչի համար պետք է Վաղաշապատին ընտրի հենց 7-րդ քվեաթերթիկը, որովհետև իմ գլխավորությամբ նախորդող շրջանում ես փորձել եմ էականորեն բարձրացնել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակը իմ ամենօրյա ամենժամյա ուշադրության կենտրոնում է եղել դա եւ հնարավորինս շատ շփվել բնակիչների հետ հենց պաշտոնավարման օրվանից սկսած ես որևէ օր չի անցել որ ես չշփվեմ բնակիչների հետ թե համայնքապետարանում թե իրենց բակերում կամ փողոցներում, որովհետև համայնքի ղեկավարի գործի մի մասը դա բնակիչների հետ ուղիղ շփումն է, առանց որի հնարավոր չի իրականացնել իրատեսական հենց բնակչի կարիքների համար նախատեսված ծրագրեր։ Ես կարծում եմ, որ Վաղաշապատին պետք է իր ընտրությունը կատարի վստահելի թիմի փորձառու եւ վստահելի եւ ազնիվ եւ թափանցիկ աշխատող թիմի օգտին։ Ձեզ հաջողություն, շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես համար։ Մենք հետևենք քարոզարշավի ընթացքին եւ հետո արդեն քվեարկությանը։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող այլ կերպ ասած համայնքի ղեկավարի տեխնացու Արգիշտի Մեխակյանի հետ կհանդիպենք։